Սիրելի հետևորդներ, արդեն մի գիշերը անցել է։ Հələ տեսնեք ինչ համ ունի։ Իսկականից սիրելի հետևորդներ, շատ համեղ է ստացվել, դուք էլ պատրաստեք, տեսեք ձեր մոտ ինչպես է ստացվում, սիրելիներս։ Սիրելի հետևորդներ, այսօրվա հոլովակը սկսենք իմ ննջասենյակից։ Հավաքեցի, վերջացրեցի, հիմա գնանք խոհանոց և սուրճ խմենք և տեսնենք ինչ ենք պատրաստել այսօր։ Սրճից բաժակն էլ դրած է, սիրելի հետևորդներ, չընկնի է, ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, հույսով եմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս։ Առաջինը մի հատ իրար հետ սուրճ խմենք, ովքեր սուրճ, ովքեր թեյ, նոր հետո կմտածենք այսօր ինչ նորություն ենք նկարելու։ Դե գնացիք սիրելիներս։ Սիրելի հետևորդներ, շաքարավազ չավելացրի, հիշեցի, որ կարամել ունեմ, ինչի չեմ կարամելով խմում, որ շաքարավազ եմ ավելացնում։ Դե սպասենք պատրաստ լինի, սիրելի հետևորդներ ջան։ Չեմ ուզում ուժեղացնել, որ կողքերանքից չի ելա։ Արդեն մեր սուրճն է պատրաստ է։ Շատ է լավ սերով սուրճ ստացվեց։ Սիրելի հետևորդներ, հույսով եմ, որ միացել եք ինձ հետ։ Մինչև առավոտյան հազիվ այս տան գործերից վերջացրեցի։ Ճիշտ է, իրիկունը ասենք գալիս են ուտում են, հավաքում են, լվանում են, բայց դե մնացածը էլի մնում է, հազիվ վերջացրեցի։ Մի քիչ շունչ առնենք, սիրելի հետևորդներ ջան, բայց չմոռանամ հիշեցնել, ովքեր առաջին անգամ են դիտում իմ հոլովակը, ովքեր առաջին անգամ են եկել իմ ալիք սիրելիներս, խնդրում եմ բաժանորդագրվել, լայքեր, չմոռանալ, զանգակ կոճակը սիրելիներս, շատ դժվար բան չէ զանգակ կոճակը, մի վայրկյան է ուզում, որ մեր ընտանիքը շատանա, սիրելիներս։ Դե ինչ եմ ուզում ասեմ, բոլորիցս շատ գոհ եմ, ձեր գեղեցիկ մեկնաբանությունների համար, սրտիկների համար,
բոլորիցս շատ շնորհակալ եմ սիրելիներս, բոլորից շատ սիրում եմ ես։ Դե հիմա շարունակենք մեր սուրճը խմելը, հետո կտեսնենք ինչ ենք անելու։ Ոյ, մոռացել էի, որ կարավաս չմավելացրել։ Այս կարամելն էլ իմ աղջիկս առնում, այս տեսակը։ Ես մի քիչ ուրիշ տեսակն եմ առնում, մի քիչ կլորավուն, նրա համը մի ուրիշ տեսակա, իսկ եսի իսկականն է։ Սովետի ժամանակ մի քիչ խոշոր էր սրանից, փոքրացրել են, միջուկը փոքրացրել են, թուղթն են ավելացրել։ Այդտեղ սիրելի հետևորդներ ջան, էլ ինչ ասեմ, ամեն երեկոն մտածում եմ, որ առավոտը ինչ եմ նկարահանելու։ Ես էլ մի աշխատանք է։ Եմ որ ասում է ամեն մի աշխատանք իրան դժվարությունն ունի, ճիշտ է։ Սա էլ իրան դժվարությունն է, էլ միշտ մտածում ես ինչ մի լավ բան, մի նորություն, մի բան նկարահանես։ Դե սիրելի հետևորդներ ջան, ձեզ շատ չզբաղեցնեմ, շնորհակալ եմ, որ ինձ հետ ընկերություն արեցիք, ինձ հետ միասին սուրճ խմեցինք սիրելիներս, մի քիչ հետո նորից կմիանանք, մտածեմ ինչ եմ պատրաստելու ու կմիանանք նորից իրար սիրելի հետևորդներ ջան։ Սիրելի հետևորդներ, այսօր որոշել էի պատրաստել շամպինյոն սնկով մարինադ։ Համեմունքներ ամեն ինչ ունեի, բայց տունը հատիկավոր սև պղպեղ չունեի, հիմա գնում եմ էդի վերցնեմ։ Նիվթի մեջ նիվթիս դուրս եկանք, գնանք շուշուտ առնենք գանք։ Շուշուտ վերցնենք գանք, որտեղ այնտեղ չի լինում այն լույս խանութը, ավելի լավ է գնամ, ոստե մեկ էլ չփոշմանեմ։ Հետո սիրելի հետևորդներ ջան, ճիշտ ասած առաջին անգամ եմ պատրաստում շամպինյոն սնկով մարինադը, բայց ասում են շատ համեղ է, ճիշտ ծգանը պատրաստել է, շատ շուտով հոլովակը կտեղադրեմ, բայց սնկը չեմ պատրաստել։ Նա փորձենք այդ սնկի մարինադը պատրաստել, նա տեսնենք ոնց հաստացնեմ։ Քուրս շատ է գովում, մի քիչ։ Ասում եմ, ես ամեն անգամ դաժե առիթներին պատրաստում եմ սնկով մարինադ։ Լավ է ստացվում, ես ավտոներս չեմ գնում գալիս։ Տեսան ծրերներս տեղա, ոնց որ ձրի նման մաղ է, հլանայի մանր, գցում է, շուշուտ գնամ, չթրջվեմ։ Հեսա մտնում ենք խանել, սիրելիներս, նորից կհատում։ Սիրելի հետևորդներ ջան, առա, բերեցնել առա, հատիկ բերեցնել առա, չամիչել առա, չամիչով, գլոր շամիչով կամպետել առա, որ բրնձով լավի հետ գցվեն, էլ ինչ առա, հիշեցի, որ շաքարի փոշի չունի, շաքարի փոշին էլ վերցրեցի, հիմա գնանք տուն, արագ ու սկսենք պատրաստել, սիրելի հետևորդներ, դե արդեն եկա տուն,
Լցվեցի, այս շաքարի փոշին դնում այնտեղ պետք է գալիս, մեկ գնում եմ, մոռանում եմ, որ վերցնեմ։ Հիմա այս մեր շամպինյոն սունկն է, սրան պետք է միջուկները հանեմ, միջուկները պետք է դանակով հանեմ, ձեռով մանարեցի, բայց չէ դանակով եմ հանելու, այս էլ ոնց որ պետք է մաքրեմ իրանի շերտից, որտեղ ոնց որ հա, լավ էլ հեշտ մաքրվում է, մաքրվեց, լավ էլ մաքրվեց, այսպես մաքրելու եմ բոլորը, մեջից կիսեմ և տնեմ մի քանի րոպե եփվի, այնքան որ զգանք, որ եփվել է, նոր կանենք մնացած գործողություններն են, միջուկն էլ ոնց որ այսպես դուրս է գալու, այս միջուկը չենք դատարկում, պետք կգա, այսպես, մի հատ կդնեմ կլվանամ, նոր կսկսեմ, սենց մաքրելը, դե սիրելիներս մի քիչ հետո նորից կհանդիպենք, սիրելի հետևորդներ ջան, արդեն մաքրել վերջացրել, լվացել, հիմա պետք է մեջից կիսեմ, ջուրն էլ դրել եմ եռում է, դնենք ջրում եռա, մի քիչ հետո նորից կմիանանք սիրելի հետևորդներ, արդեն մեր սունկը եփվել է, տեսնեք, ինչքան խոշոր էր երևում, չէ, որ մաքրում է, տեսեք, ինչքան է փոքրացել։ Սա էլ չենք փոքրացնելու։ Հեսա կթողնենք կսառի, սառը ջրով պետք չի, որ նորից լվանանք, վրան սառը ջրեցներ։ Կթողնենք մի քիչ կսառի ու կսկսենք մեր մարինադը պատրաստելը սիրելիներս։ Սիրելի հետևորդներ, մինչև որ կհովանա մեր սունկը, մենք սոխը կկտրենք կիսամուսնաձև։ Հերիքա, որովհետև մեր սունկն էլ է քիչ, այն եկա բանի կապույտ ամանով սունկը տեսակ չէ, եփեցինք ու ինչքան քիչ եղավ։ Այսքան սոխը հերիքա, այս մնացածը կտրտեմ պոչերի համար, պոչերը չեմ թափելու, իհարկե, պոչերը սոխառածով կսարքեմ, ես շատ եմ սիրում սունկը, սա մի կողմ դնեմ, այս սխտորն է, մեր թութակին տարել եմ ստեղից, բայց հյուրասենյակից ձայնը գալիս է, դուրը լավ փակեմ, սա էլ այսպես, աստեղ սող կա այս էլ կդարտեմ, սողն էլ կտրծանք ու ոնց որ մեր սունկն էլ սառել է։ Հիմա ես սունկը աղով եմ եփել, արդեն իրան համը տեղն է, աղը հավաքել է իրան մեջ, պետք չի որ աղ լցնենք, առաջինը լցրեցինք սոխը, լցնում ենք հատիկավոր սև պղպեղը, մոռացա որ տափնու տերևել է պետք, հեսա տափնու տերևներ կհանեմ, որը շատ լավ արամատ է տալիս, սիրելի հետևորդներ, մի քանի ճյուղ գցենք, այսպես, տափնու տերևը, սխտորի պճեղ,
շատ է, որտև ինքը շատ քիչ է։ Մեկ թեյի գթալ կացար, էսի թեյի գթալ չի, թեյից մեծ միջին գթալ է կացախ, և այս կացախը քանի որ թույլ է, ինքը 6% է, շատ թույլ է, ես մի հատ լիմոն եմ քամել, լիմոն եմ ավելացնել, լիմոնի հյութ։ Հերիք այս թվում է։ Մի քիչ շաքարավազ, մի կես գթալը տենց։ Շատ քիչ։ Ավելացնում ենք էսական յուղ։ Երևի մի 3 ճաշի գթալ։ 3 եղավ, թե 4 եղավ, մոռացա։ Ուսենք, հա, տակահակի հյութ կա, հերիք է։ Սա դնում ենք սարդարանը ու ընթացքում խառնելու ենք։ Վաղը արդեն պատրաստ կլինի։ Վաղը կհամտեսենք, կտեսնենք ինչ համոն է։ Եթե տունը մաղադանոս ունեք, մի քիչ էլ մաղադանոս ցանեք, ես գնացի եւ խանութ մոռացա որ բերեմ մաղադանոս։ Այսքանով եզրափակենք, սպասենք մինչև վաղը։ Սիրելի հետևորդներ ջան, սպասենք մինչև վաղը, կհամտեսենք, կտեսնենք։ Եղավ։ Հետևորդներ, սև պղպեղը բա մոռացել էի։ Ախր տեսնում եմ, որ մի բան պակաս է։ Ինչը չեմ արել, բոլորը դրել եմ մոտս է, աչքիս դեմը լինի, որ տեսնեմ։ Դրա մի հատ փորձենք, տեսնենք ինչ է։ Մի քիչ աղ ավելացնենք։ Ճիշտ է աղով էփել եմ, բայց էլի աղ եմ ուզում։ Էլի ինչ որ մի բանի պակասություն եմ զգում, բայց ինչի պակաս եմ զգում, չգիտեմ։ Մի քիչ այդտեղ ավելացնենք, դա այսինքն հրահամերը չի խառնվել իրար, երևի հետ դրա պակասությունն է։ Սիրելի հետևորդներ, արդեն մեր սնկի 24 ժամը, ոչ թե 24 ժամը, եւի 15 ժամը անցել, սալքիշերը մնացել է բանի սառնարանի մեջ։ Հիմա տեսնենք ինչ համ ունի։ Սա է։ Շատ ընտիր, շատ համով է ստացվել, ասեմ իմանաք սիրելիներս։ Եթե ցանկանում եք, դուք էլ պատրաստեք, տեսնեք ձեր մոտ ինչպես է ստացվում, գոհ եք, գոհ չեք սիրելիներս, դրվեք մեկնաբանություններով։ Սիրելի հետևորդներ, ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորիցդ, որ մինչև վերջ լսեցիք, հետևեցիք իմ ալիքին, սիրելիներս, խնդրում եմ չմոռանալ բաժանորդագրվել, լայքել, սեղմել, զանգակ, կոճակը սիրելիներս։ Ես ձեզ շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակին, ստեսություն ձեզ։